Շնորհակալություն հարգարժան պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, զեկույցը, որ ներկայացրեց պարոն Գևորգյանը, լիարժեք էր, բայց զեկույցի բովանդակային մասի հետ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է մենք քննարկենք, մասնավորապես մենք դրանից առաջ քննարկեցինք ցեմենտի հետ կապված իրավահարաբերությունները եւ այդտեղ հավասարակշռող մեխանիզմները, որ մենք ցանկանում ենք դնել, բավականին վիճարկելի են։ Այսինքն մենք եթե լրացիչ ամեն տոննա ցեմենտի ներկրման համար 8000 դրամ դուրք ենք սահմանում, մենք պետք է հասկանանք, որ նման կերպ կարող են վարվել նաև մեր արտահանվող ապրանքների նկատմամբ։ Այսինքն որևէ բան միակողմանի չի կարող լինել։ Եվ երկրորդը, երբ որ մենք հաշվում ենք, որ այդ 8000-ը 1 տոննայի վրա դնելով մենք հավասարակշռում ենք շուկան, բայց արդյոք մենք չենք խաթարում մրցակցությունը, այսինքն սպառողների համար վատ բան չենք անում, որովհետև սպառողի համար մեր քաղաքացու համար կարևորը որ ինքը էժան ապրանք առնի, իրան հետաքրքիր չի թե ով արտադրեց այդ ապրանքը։ Մենք որպես պետություն պետք է սպառողների եւ արտադրողների շահերը համադրենք, չհակադրենք եւ համադրության մեջ չպետք է մենք կիրառենք անպայման այնպիսի գործիքներ, որոնք նաեւ մրցակցությանը կարող են վնասել։ Այս հավասարակշռությունը խիստ փխրուն է եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անելիքներ ունի այդտեղ եւ օգնելու իր նպատակադրումներով օգնելու եւ կառավարությանը եւ նաեւ ազգային ժողովին, որպեսզի մենք մրցակցությունը ապահովենք կատարյալին մոտ։ Ես երեք հարց բարձրացրեցի եւ պարոն Գևորգյանը պատասխանեց, որ դա իրենց գործառույթի մեջ չի մտնում։ Այո, արդարև այդպես է։ Հիմա մենք այս պահի դրությամբ, երբ որ մենք նիստ ենք գումարում սահմանին, մեր բազմաթիվ տնտեսվարողները, մեր գինեգործները, կոնյակագործները խնդիրներ ունեն անսից ավել մեր մեքենաները կանգնած են Վրաստանի սահմանին եւ չեն կարողանում բեռը հասցնել Ռուսաստանի դաշտություն։ Չեն կարողանում հասցնել մի պարզ պատճառով՝ մրցակցության խաթարման հետևանքով։ Ես ինչի եմ դիմում պարոն Գևորգյանին, որովհետեւ մրցակցությունը խաթարվել է Հայաստանի Հանրապետությունում, տեղափոխվել է Վրաստան եւ ստացել է այնպիսի տեսք, որ պետությունները այլևս չեն կարողանում կարգավորել խնդիրը։ Այսինքն ձևավորվել են որոշակի կլաններ, որոնք աշխատանքը կազմակերպում են այնպես, որտեղ իրենք շահ ունեն եւ այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունից կարողանում են պայմանավորվել այդ մաֆիոզ խմբավորումների հետ, նրանք կարողանում են իրենց ապրանքը տեղ հասցնել, իսկ բարեխիղճ մրցակցողները, բարեխիղճ գինեգործները, կոնյակագործները մնում են սահմանին կանգնած ամսից ավել։ Հիմա սա մրցակցության հարց է, թե մրցակցության հարց չի։ Եթե մենք դիտարկում ենք, որ դա Վրաստանի Հանրապետության հարցն է, մենք այդտեղ սխալվելու ենք, որովհետեւ մենք պետք է պահպանենք եւ պաշտպանենք մրցակցությունը եւ բացի մենք դա պետք է կարողանանք անել ի սկզբանե սահմանի այս կողմում։ Այսինքն եթե մենք մեր տնտեսվարողների հետ հանդիպում ենք նույն գինեգործներին ասում ենք լսեք եղբայր մենակ քո գլուխը պահելով դու վնասում ես ամբողջ համակարգին եւ դու իրավունք չունես դրա համար դու խոշոր տուգանքների կենթարկվես։ Այդ դեպքում սրանք չեն գնա առանձին պայմանավորվածություններ ձեռք բերեն, որոշակի գումարի դիմաց կարողանան իրենց մեքենաները անցկացնեն եւ բարեխիղճ արտադրողները մնան սահմանին եւ մինչեւ այսօր դիմեն մեզ հույս ունենալով որ մենք որպես պետական մարմին եւ ազգային ժողով որպես բարձրագույն մարմին այդ խնդիրներին լուծում կտա։ Մենք ինչպես պիտի խնդիրներին լուծում տանք, եթե ոչ առաջին հերթին մեր կառույցներով, եթե ոչ առաջին հերթին էկոնոմիկայի նախարարության միջոցով, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջոցով, ազգային ժողովի միջոցով, այսինքն մենք չպետք է ասենք, որ դա մեր գործը չի, դա բոլորիս գործն է։ Եվ եթե մենք ուզում ենք տնտեսության զարգացումը ապահովենք, չպետք է անմասն մնանք այն process-ներից, որին բախվում է տնտեսությունը։ Եվ յուրաքանչյուր տնտեսվարողի կողքին պետք է լինենք, որովհետև այդ մարդիկ հարկեր են գերերացնում եւ այդ հարկերից ձևավորվում է եւ աշխատավարձը եւ բանակ եւ առողջապահությունը եւ կրթությունը, հետեւաբար հանգիստ ասենք, որ դա մեր գործը չի, դա ամենահեշտն է, բայց մենք այդ խնդիրը պիտի լուծենք, այդ խնդրի մասին մենք պետք է մտածենք եւ պետք է եւ միջպետական հարաբերություններով եւ միջխորհրդարանական հարաբերություններով եւ մեր բոլոր կառույցներով նախարարությունների մակարդակում պիտի բանակցենք վրացի մեր գործընկերների հետ եւ փորձենք չեզոքացնել այն խմբավորումներին, որոնք այս պահին շուկայի վրա ռեալ ազդեցություն ունեն եւ մեր տնտեսվարողները խնդիրներ ունեն եւ եթե վաղը այնք վարկային հարկային բազմաթիվ պարտավորություններ ունեն, չկարողանան կատարել, մենք քաոս կառաջանա այդ շուկայում։ Շուտով սկսելու են խաղի մթերման աշխատանքները։ Այդ մարդիկ վարկեր են վերցրել եւ այդ վարկերով
խաղ են գնել, այդ խաղից գինի են արտադրել, կոնյակ են արտադրել եւ արտահանում են, որպեսզի այդ միջոցները ներգրավեն եւ վարկերը սպասարկեն եւ հարկերը վճարեն եւ աշխատավարձները վճարեն։ Հիմա այս մարդիկ մեր օգնության կարիք ունեն։ Մենք պետք է ինչ-որ ձևով միջոց գտնենք օգնելու, թե ոչ։ Սա է իմ ասածը եւ ես կարծում եմ, որ մրցակցությունը խիստ կարեւոր է մեր նման երկրի համար, որտեղ նավթ ու գազ չկա եւ այստեղ ամենակարևոր արժեքը որ կա ազատ մրցակցությունն է։ Ազատ մրցակցությունը բոլոր երկրներում եւ Իսրայելում եւ Սինգապուրում բերել է այնպիսի վիճակի, որ նավթ արտադրող երկրից ավելի մեծ բյուջե ունեն, նավթ արտադրող երկրից ավելի պաշտպանվածություն ունեն, նավթ արտադրող երկրներից ավելի մեծ հեռանկարներ ունեն, հետեւաբար մենք ինքներս նայելով աշխարհին, նայելով զարգացումները ինչպես անել, երբ որ այս փոքր երկրում, տարածքները սահմանափակ երկրում կարողանանք մեր տարածաշրջանային դերակատարումը ունենալ, պետք է տնտեսությանը հետևենք ամեն օր ակնթեթ եւ պետք է արձագանքենք ամեն մի նման խոչընդոտի։ Ես առաջարկում եմ, որ մենք եւ տնտեսական հանձնաժողովում քննարկենք եւ հրավիրենք մեր գինեգործներին, մեր գործարարներին եւ նաեւ պարոն Գևորգյանին հրավիրենք եւ էկոնոմիկայի նախարարին հրավիրենք, հրատապ քննարկենք, փորձենք լուծումներ գտնել, օգնել մեր տնտեսվարողներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մտքերի փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Գևորգյան, համեցեք։